Աշխարհարչակ իրավաբան գիտնական Ջեֆրի Ռոբերտսոնը ուշագրավ հայտարարություն է անում Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը որակելով ապօրինի եւ իշխանության բացահայտ չարաշահում։ Բրիտանացի թագավորական փաստաբանը պնդում է, որ Կարապետյանի գործողություններում հանցակազմ չկա եւ նրա կալանքը հակասում է մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին։ Մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա, քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցել այդ ամեն ինչին։ Ըստ Ջեֆրի Ռոբերտսոնի ցանկացած բանական դատավորի համար ակնհայտ պետք է լինի, որ Սամվել Կարապետյանը որևէ անօրինական բան չի արել։ Նա ընդամենը պատասխանել է, ինչպես Ռոբերտսոնն է ձևակերպում, վարչապետի իր եւ իր եկեղեցու դեմ ուղված չափազանցված ու սադրիչ հարձակումներին։ Իրավաբանը վերլուծում է Կարապետյանի հայտարարությունը, թե եկեղեցու աջակիցները պայքարելու են իրենց ձևով։ Ռոբերտսոնը պնդում է, այս խոսքերում որևէ ակնարկ չկար հանցավոր մասնակցության, բռնության կամ այլ ապօրինի գործողության մասին։ Սա առավելագույնը կարող էր նշանակել եկեղեցու պաշտպանություն հասարակական աջակցությամբ։ Ջեֆրի Ռոբերտսոնի գնահատմամբ սա խոսքի ազատության հարց է, որը երաշխավորված է ինչպես Հայաստանի սահմանադրությամբ, այնպես էլ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով։ Նա հիշեցնում է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպերը, որոնց համաձայն թույլատրելի քննադատության սահմանները կառավարությունների նկատմամբ ավելի լայն են, քան մասնավոր անձանց նկատմամբ։ Աշխարհարչակ փաստաբանը խիստ քննադատում է հայկական դատական համակարգը Սամվել Կարապետյանին ավելի քան 100 օր կալանավորված պահելու համար։ Նա աբսուրդ է որակում կալանքը երկարաձգելու հիմնավորումները, թե իբր քննչական գործողությունները շարունակվում են կամ նա կարող է ազդել վկաների վրա։ Ռոբերտսոնը հակադարձում է, մեղադրանքն ամբողջությամբ հիմնված է երկու հրապարակային հայտարարությունների վրա, որոնք Կարապետյանը չի հերքել եւ հետեւաբար հետաքննության շարունակությունը կամ վկաների առկայությունն անիմաստ է։ Ըստ Ռոբերտսոնի, հայ դատավորները չեն կատարել սահմանադրությամբ երաշխավորված խոսքի ազատության անկախ պաշտպան լինելու իրենց պարտականությունը։